Այդպես շատ մամուլագիր է, հա, ու ձեր հանդիսներն այդպես գրառումներով շատ դժգոհություններ կան, որ ասում են Նիկոլ Փաշինյանի Երևանն ու այս քարոզարշավի ընթացքում այդպես լավ չեն ընդունել, տեսանյութեր տալիս, թե մետրոն ինչպես են ընդունում, ասում են, այս ամենի հիմնական պատասխանատու համարում են ՔՊ-ում ձեզ, որ այսպեսի ընդունելության ՔՊ-ն արժանացավ։ Ընդունում եք այս մեղադրանքները։ Ժորժան, ես ձեզ առաջարկում եմ մեզ հետ գալ շրջել մեր քարոզարշավի ժամանակ Շենգավիթ վարչական շրջանում ենք եղել հիմնականում, մեզ շատ լավ են ընդունել, իրապես շատ լավ են ընդունել և բազմաթիվ հարցերի շուրջ և խնդիրների շուրջ քննարկումներ ունեցել ենք, բայց եթե խոսքը ընդունելության մասին է Երևան քաղաքում, իրապես անկեղծ եմ ասում, այն էներգիան, որ ունեինք Երևանում, մենք նույնիսկ այդքան լավ չէինք ակնկալում։ Որ 18 թվականի օրինակ Նիկոլ Փաշինյանը այստեղից այնտեղ շարժվել, թեկուզ մետրոն ստեր, պես կանգը կառներ, հա, շարժը կկանգներ։ Հիմա այսպես ստացվեց, որ ընդամենը մի քանի հոգի է գալիս, ողջունում, շատեր այսպես չեն ուզում անգամ մոտենալ նրան։ Մենք մի քանի տասնյակ մետր քայլելու համար մոտավորապես 30-40 րոպե ժամանակ էինք ծախսում, այսինքն այդ հոսքը, որ գալիս էր և շփվում էր և խոսում էր, ինքը անդադար էր, ամեն քայլափոխին էր և իրականում Ժորժան, ընդամենը կարող եք գալ և մեզ հետ այդ շրջայցերին մասնակցել, դուք եկել եք, դուք տեսել եք։ Ժորժան, կառավարության ներկայացուցիչների, քաղաքապետարանի ներկայացուցիչների մոտենում են մարդիկ ոչ միայն մեզ գովերքելու համար եւ բացարձակ մեզ գովերքելու համար չպետք է որ մոտենան, չնայած դա էլ է տեղի ունենում, պարզա որ իրանց խնդիրներն են բարձրաձայնում եւ պարզա որ մենք էլ այդ խնդիրները լսում ենք։ Առհասարակ կուսակցության որևէ քաղաքական ուժի եւ մարդկանց միջև կապը հենց այդպեսին պետք է լինի եւ կարծում եմ դա շատ բնական է։ Օրենսդիրով տեսնում եք ձեզ։ Ես կարծում եմ, որ իմ ունակությունները ավելի գործադիրի են, բայց մենք, այսպես ասած, Երևան քաղաքում ունենք փոքրիկ օրենսդիր մարմին, եւ դա Երևանի ավականին է։ Պարոն, ես ուզում եմ անդրադառնալ դուք երեք Ալեն Սիմոնյանի հետ տեղ ունեցած միջադեպին։ Դուք ինչպես եք դա գնահատում, արդյոք դատապարտում եք Պաշտոնյայի կողմից հայոյան քննչեցնել։ Ես անկեղծ եմ ասում, հենց նոր առաջին անգամ ձեզանից լսեցի որևէ միջադեպի մասին, չգիտեմ։ Ցավոք սրտի, անկեղծ եմ ասում, կատակ չեմ անում, այո, ես այդքան շատ Facebook-ում չեմ լինում, այսօր անպայմանորեն կծանոթանամ, որպեսզի կարողանամ կարծիք ձևավորել։ Ժորժան, ես կնայեմ, նոր կկարողանամ մեկնաբանել։ Գիտեք, ես մի բան կարող եմ ասել, ինձ համար անընդունելի է որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ որևէ նույնիսկ օտարերկրացու, ով բնակվում է Հայաստանում, կամարական վերաբերմունքը մեր պետական խորհրդանիշներին, մեր քարտեզին ու առհասարակ գիտեք Հայաստանի Հանրապետությանը նույնիսկ Հայաստանի Հանրապետություն բառակապակցությանը կամարական վերաբերմունքը անընդունելի է եւ դատապարտելի է, այո, ճիշտ է դրանք դարձնել նախընտրական ատրիբուտ, որովհետեւ դրանք մեր հպարտության հիմքն են Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր ատրիբուտներով, հիմնով, դրոշով եւ մնացյալ իր ատրիբուտներով մեր հպարտության հիմքն են եւ մեր պետականության, այո, եւ մեր հենց էտա, որ դրանք մեր պետականության սիմվոլներն են եւ մեր պետականության սիմվոլներին կամարական վերաբերմունքը անընդունելի Գիտեք, ես մի բան կարող եմ ասել, վարչապետը անդրադարձել է կոնկրետ միջադեպին, ես իմ վերաբերմունքը ասեցի բոլորի
այսպես ասած, պոտենցիալ վերաբերմունքի վերաբերյալ մեր պետական ատրիբուտների մասով եւ որևէ մեկը, եթե կամարական վերաբերմունք ունի մեր պետական ատրիբուտների նկատմամբ, ինքը արժանի է ամենամեծ քննադատության։ Դուք Փաշինյանի փոխարեն ներողություն չեք խնդրի, Ջորջան, հետեւյալը, ուրեմն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ երբ որ մարդը խոսում է, ինքը պետք է խոսի հարգանքով։ Երբ որ խոսում է մեր քարտեզի մասին, երբ որ խոսում է մեր հիմնի մասին, մեր դրոշի մասին, ինքը պետք է խոսի հարգանքով։ Եվ դա պարտադիր է բոլորի համար, անկախ ամեն ինչից, պարտադիր է բոլորի համար, բոլորիս համար։ Վերջ, այդտեղ քննարկելու այլ բան չունեմ եւ մեկնաբանություն չունեմ։ Այս ամիսներին, երբ վարչապետը եւ ձեր մի շարք թիմակիցներ եկեղեցու հոգեվորականների հետ կապված իրենց մեկնաբանություններն էին անում եւ հայտարարությունները հնչեցնում, եթե ես չեմ սխալվում, դուք սխալվում եք ամենայն հավանականությամբ։ Չէ, ասեմ նոր էլի։ Չէ, արդեն պարզա որ դուք սխալվում եք։ Լսել եմ արդեն հիմա կանխատեսում եմ։ Եղել եք, բայց օրինակ ես չեմ ֆիքսել, որ դուք կաթողիկոսին դիմելիս ասեք Կտրիչ Ներսիսյան, դուք այո։ Ուրեմն հարգելիներս, ես բազմաթիվ այո, սխալվում եք, հենց այստեղ մի քանի անգամ շատ կոնկրետ իմ վերաբերմունք հարցի վերաբերյալ ասել եմ ինչ եմ կարծում ներկա, ասել եմ արդեն։ Այո, իհարկե։ Միանշանակ, Ջորջան, ես այսպես ասեմ, այսպես ասած այդ քողարկված մեծ կեղծիքը, որ տարիներով, չգիտեմ ինչի մենք բոլորս հանդուրժել եւ հանդուրժում ենք, սկսած, ասենք դիմելաձևը այդտեղ սկզբունքային նշանակություն չունի։ Գնալով քանի դեռ մոտենում են ընտրությունները, սադրանքները ավելի են շատանալու, տարբեր հարբած մարդիկ փորձելու են սադրել պաշտոնյաներին, այդ ձեր համակիրներն էլ օրինակ ձեզ մեղադրում են, որ բավարար չափով արձագանք չկա, բռնում են հետո բաց են թողում, ինչպես եք պայքարելու այս ամենի դեմ, որպեսզի ձեր վրա որովե խնդիր չառաջանա։ Ես կարծում եմ պայքարը պետք է լինի քաղաքական, միգուցե որոշ տեղեր ինչ-որ մի փոքր ավելի սուր լինի, այդ պայքարը մի փոքր ավելի սուր բառապաշարով, բայց ոչ մի դեպքում ես քաղաքական պայքարը չի ուզենա վերածվել որևէ այլ բանի եւ սադրանքներին պետքա դիմակայել ընդամենը։ Պետք Ժորջը, մենք արդեն ընդհանրապես չտրվել սադրանքներին, բայց դա չի նշանակում, որ ամեն մարդուն իր սադրիչ արտահայտությունների համար համապատասխան լեքսիկոնով եւ ժարգոնով չպետք է իր տեղը դնել։ Երևանի փոսերը երբ են լցվելու։ Ջորջան, Պարոն Ավինյան, եթե դուք քաղաքական թիմի անդամ եք եւ ձեր դիրքորոշումը կամ կարծիքը հասկանալի է այդ կոնտեքստում, բայց ազգային անվտանգության ծառայության տնօրենի ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով դիմելը դուք ճիշտ եք համարում, որը անկախ Ջորջան, չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Նա եւս ԱԹ տնօրենը ազգային ժողովում մեր գործընկերների ներկայությամբ ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է Կտրիչ Ներսիսյան։ Ինչն է սխալարը, կարող է այդ մարդու անունը Կտրիչ Ներսիսյան չի։ Բայց դա ձեր Ջորջան, երբ որ կա լեգիտիմության հարց, որևէ պաշտոնյայի, որևէ եկեղեցական, աշխարհիկ, եթե կա լեգիտիմության հարց, ուրեմն այդ լեգիտիմության հարցը մինչև չլուծվի, Ջորջան, մի գոռացեք իմ վրա հանգիստ։ Հայ ժողովուրդը։ Այո։ Հայներով կեղծիքների մասին, բայց հենց դուք երբ որ թվականի Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ինքն էր լուսանկար հրապարակում կաթողիկոսի հետ ասում էր բացառիկ լուսանկար, այդմա որ փուլում իմացեք, որ կեղծիքներ են եղել ու ինչու հանկարծ որոշեցիք, որ կաթողիկոսը լեգիտիմ չէ, երբ որ Իրականում վստահ եմ, որ տարիների ընթացքում ավելի շատ տեղեկատվություն ստացավ եւ վարչապետը եւ մեր թիմակիցները, բոլոր այն process-ների վերաբերյալ, որոնք որ տեղի են ունեցել մի քանի տասնամյակ առաջ, բայց ինչ վերաբերում է 2018 թվականից սկսած, դուք շատ լավ կհիշեք, որ կար ժողովրդական մի շարժում հենց էլի Կտրիչ Ներսիսյանի դեմ։ Եվ իրականում այդ ժամանակ այո, Նիկոլ Փաշինյանի պաշտպանության շնորհիվ Կտրիչ Ներսիսյանը պաշտպանեց իր դիրքը։